Կենդանասերները նոր կառավարությունից ակնկալում են կենդանիների իրավունքների պաշտպանության օրենքի մշակում։ Դինգո թիմ հասարակական կազմակերպության հիմնադիր Օվսաննա Հովսեփյանը նշում է. Մեր երկրում կենդանիների իրավունքների պաշտպանության մասին դեռ չի կարող խոսնել, քանի դեռ ընդհանրապես օրենք չկա, այսինքն ինչ օրենքով պաշտպանված լինեն, եթե որևէ կետ չկա դրան անդրադարձող ընդհանրապես մեր օրենսգրքում, հետևաբար դրանից ելնելով կարող եմ ասել, որ պաշտպանված չեն ընդհանրապես։ Նոր կառավարությունից ակնկալում ենք, որ վերջապես կմշակվի ու կներկայացվի կենդանի պաշտպանության օրենք։ Ըստ դրա արդեն մյուս հարցերը կսկսեն կամաց կարգավորվել։ Դա առաջինը եւ ամենամեծ բացն է, որ Հայաստանը ունի, հաշվի առնելով, որ տարածաշրջանում Հայաստանը միակն է, որ ունի, այսինքն անգամ Ադրբեջանը, անգամ Վրաստանը ունեն նման օրենք, իսկ Հայաստանը ունի, ինչը շատ մեծ մինուս է նաեւ հենց երկրի համար։ Երկրորդ պահանջն է, որպեսզի տարեկան 120 միլիոն դրամ պետբյուջեից, այսինքն մեր հարկերից չտրվի մի կազմակերպության, որը կենդանիներին ընդհանրապես տանջում է եւ սպանում է, ոչ թե իր գործն է կատարում։ Unigraph X կազմակերպությունը պատկանում է քաղաքապետարանին, դա քաղաքապետարանի կից կազմակերպություն է, որը զբաղվում է անօթևան թափառական շներով։ Ըստ օրենքի իրենք պետք է ստերջացնեն շներին, տարիքով շատ մեծերին, հիվանդներին, ագրեսիվներին նարկոզով քնացնեն, պատվաստեն, բուժումներ անեն եւ հետ բաց թողեն։ Դրա փոխարեն այդ գումարները մի քանի հոգի ուտում են, իսկ Unigraph X կազմակերպության ոչ կոմպետենտ աշխատակիցները ուղղակի տանջում են կենդանիներին, դրանով հաճույք ստանալով եւ սպանում։ Ըստ ինձ ընդհանրապես կենդանիների իրավունքները պաշտպանված չեն մեր երկրում։ Այսինքն կա տենց պատժամիջոց, որը որ ուղղված է կենդանիների պաշտպանությանը, то есть իրանց բռնի վերաբերմունքին եւ այլ, բայց այդ տուգանքները այնքան փոքր են, որ մարդը կարող է օրվա մեջ հանգիստ 10-ից ավել շուն վնասի, սպանի ու հանգիստ պարզապես այդ մի քանի հազար դրամ տուգանքը տա ու հանգիստ փողոցով քայլի։